Վերջին զանգ հեռուստասերիալում Անետը մեծ ցավով վերադառնում է հիվանդանոցից։ Նա շատ է անհանգստանում Աննայի համար։ Աչքերում կա ցավ, բայց տեսանելի։ Նրան տանը սպասում է Բագրատը, եւ հենց Բագրատն է, ում առաջ Անետը բացում է իր սիրտը։ Աննան շատ ծանր ծննդաբերություն է ունեցել։ Երեխայի վիճակը ծայրահեղ է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Սենյակում լռություն է տիրում եւ առաջին անգամ Բագրատի աչքերում մարդկային հայացք է երևում։ Նա շատ է հուզվում։ Մի հայացք, որում կա ցավ ու ներքին խոստովանություն։ Թվում է նա իսկապես հուզվել է։ Մյուս կողմում Սոսն է։ Սոսը մենակ է իր մտքերի հետ։ Նրա ներսում մի կռիվ է, անմեղ ու ցավոտ։ Սոսի մտքում կարծես շրջան են բռնում նույն բառերը։ Եթե Աննան իսկապես սիրել է ինձ, եթե ինձանից հղի է եղել ու 25 տարի մտածել է, թե ես մահացած եմ, ապա հիմա էլ պիտի ինձ սիրի։ Բայց հենց հաջորդ վայրկյանին գալիս է հակասող միտքը։ Եթե Աննան Միքոյի հետ է անցկացրել այդ բոլոր տարիները ու հիմա նորից երեխա է պարգևում նրան, ուրեմն սիրում է Միքոյին։ Այս մոլորությունը Սոսի հոգին մաշում է, եւ նա որոշում է գնալ հիվանդանոց։ Գոնե աչքի ծայրով տեսնի Աննային։ Սոսը հայտնվում է շատ ճիշտ պահի։ Աննան մենակ է։ Աննան գնացել էր մանկական բաժանմունք տեսնելու իր նորածնին, բայց ուժասպառ վիճակում նրա ինքնազգացողությունը վատանում է։ Բժշկուհին շտապում է օգնել, իսկ Սոսը առանց վարանելու միանում է։ Նրանք միասին աջակցում են Աննային, վերադարձնելով նրան հիվանդասենյակ։ Բժշկուհին դուրս է գալիս, սենյակում մնում են Սոսն ու Աննան։ Ու հենց այդ պահին էլ ներխուժում է Լիլիթը, նրա աչքերը փայլում են հիստերիայից։ Նա սկսում է գոռալ ու վիրավորել թե Սոսին, թե Աննային։ Լիլիթին հիմա անհնար է կանգնեցնել ու հանգստացնել։ Նա տեսել է այն, ինչից վաղուց էր վախենում՝ Սոսին ու Աննային միասին։ Ու հիմա հերթական անգամ իր թույնն է շաղ տալիս, որի մեջ կա միայն ու միայն ատելություն։ Այդ ընթացքում Հենրին դուրս է գալիս հիվանդանոցից մեքենայով տանելով Անգելինային տուն, ով եկել էր իմանալու Աննայի ու երեխայի վիճակի մասին։ Ճանապարհը լուռ է, մինչև Անգելինան առանց շրջապտույտների ասում է, որ չի հավատում, որ իրականում Հենրիի կյանքում ուրիշ կին է եղել ու առավել ևս նա երեխա ունի։ Անգելինան ասում է, որ ինքը լավ է ճանաչում Հենրիին ու նման բան չկա։ Հենրին սկզբում ժխտում է, ասում է, որ ամեն ինչ հենց այդպես էլ կա, բայց նրա ձայնի մեջ չկա համոզմունք, եւ երբ հասնում են տեղ, Հենրին այլևս չի կարողանում լռել։ Նա կանգնեցնում է մեքենան եւ ասում ճշմարտությունը։ Ասում է, որ ինքը խաբել է նրան։ Խաբել է, որովհետեւ չի կարողացել ասել այն ծանր ու դառը ճշմարտությունը, որը գլխի վայր կշրջեր Անգելինայի կյանքը։ Այն ճշմարտությունը, որի պատճառով ինքը ստիպված փախավ իր իսկ հարսանիքից, եւ վերջապես այն ճշմարտությունը, որ ինքն ու Անգելինան քույր ու եղբայր են։ Անգելինան տեղում քարանում է, նրա հայացքը մի պահ դատարկվում է։ Ամեն ինչ իրոք գլխի վայր է շրջվում։ Ոչ մի բառ չկա, որ կարող է նկարագրել այն, ինչ հիմա նա զգում է այդ պահին։ Իսկ Հենրին վերջապես թեթևանում է, իրեն ազատ է զգում, քանի որ վերջապես անկեղծացել է Անգելինայի հետ ու ասել ճշմարտությունը։ Իսկ հիմա Անգելինան հայտնվում է ահա որ շոկային վիճակում ու ամենակարևորը, նա հիմա չի կարող մտնել տուն ու իր ծնողներին միանգամից ասել, որ գիտի ճշմարտությունը։ Որոշ ժամանակ Անգելինան լռելու է իր իմացածի մասին։ Հարգելի հետևորդներ, ճշմարտությունն իմանալուց հետո ինչ հարաբերություն կունենա Անգելինան Միքոյի հետ։ Արդյոք նրանց հարաբերությունները կջերմանան, թե Անգելինան չի ցանկանա որևէ կապ ունենալ հոր հետ։ Գրեք մեկնաբանություն։
Thank you.